Բարի լույս, օրը կիրակի է, մարտի 30-ը և այսօր Գյումրիի շանթը աշխատելու է հատուկ ռեժիմով, աշխատելու է լուրերի հատուկ ռեժիմով, ուղիղ եթերներով և ուղիղ կապերով և այսպես Գյումրիում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քաղաքը արտահերթության կարգով քաղաքապետ և ավագանի ընտրում։ Ժամը 8-ին բացվել են 82 ընտրական տեղամասերը։ Այս պահից մեկնարկած քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև երեկոյան 8-ը։ Հորիզոնի նկարանով խմբերն արդեն տեղամասերում են, այս պահին ֆիքսում են քվեարկության մեկնարկը։ Ուղիղ տեսակապով այժմ միանում ենք տեղամասային կենտրոն, որտեղ աշխատում են Լուսինե Հայրապետյանը և Արտյոմ Խաչատրյանը։ Լուսինե, դուք ուղիղ եթերում եք և պատմեք, թե այս պահին ինչ է կատարվում տեղամասում և որ տեղամասում եք և որտեղ է տեղակայված։ Բարի լույս Հեղինե, մենք գտնվում ենք 31 կոտորակ 38 տեղամասում, որը տեղակայված է Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցում, ասում որ ընտրողների թվով բավական մեծ տեղամաս է, 1585 ընտրող ունի և հենց նոր բացվեցին բոլոր տեղամասերը, ոնց որ թե առաջին ընտրողները հենց առաջին վայրկյանների ներս են մտնում, եթե խնդրենք մեր օպերատորին կարող է ցույց տալ, որ արդեն հենց առաջին ընտրողը մտնում է այս տեղամաս, նա առաջինն է, իսկ մինչ այդ իհարկե տեղամասում տեղի է ունեցել վիճակահանություն, թե հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը ինչ գործառույթ է կատարելու, հիմա դուք կարող եք տեսնել, որ արձանագրում է հանձնաժողովը մուտքը, քվեարկության մեկնարկը, Եվ քիչ անց մենք կխնդրենք կմոտենա հանձնաժողովի նախագահը, ով մեզ կներկայացնի, թե մինչ քվեարկության մեկնարկը ինչ գործընթացներ են տեղի ունեցել եւ հատկապես ինչի վրա են շեշտադրումներ արվում։ Հիմա հնարավորություն ունեք տեսնելու, որ քվեախցիկները բավական հեռու են տեղադրվել հանձնաժողովականներից, այսինքն սա արվել է հնարավորինս քվեարկության գաղտնիությունը ապահովելու համար, որովհետեւ նախորդիմ ընտրությունների ժամանակ բազմիցս եղել են դեպքեր, երբ որ բողոքներ են եղել, որ չի ապահովել քվեարկությունը, այսինքն քվեախցիկները տեղադրված են բավական մոտ, հնարավոր է տեսնել, թե ով ում օգտին է քվեարկում, իսկ այստեղ կարող ենք տեսնել, որ քվեախցիկները բավական հեռու են տեղադրված եւ գաղտնիությունը ապահովում է։ Այժմ մեզ մոտեցավ թիվ 31 կոտորակ 38 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արմեն Ավագյանը, ում էլ կխնդրենք ներկայացնել, թե մինչ այս պահը ինչ գործընթացներ են տեղի ունեցել տեղամասում, ինչ շեշտադրումներ կան եւ կան արդյոք որևէ փոփոխություններ կապված ընտրական կարգի հետ, պարոն Ավագյան։ Ընտրական կարգի հետ որևէ փոփոխություն չկա, նորմալ պատշաճ կերպով ավարտել են հանձնաժողովի աշխատանքները, պաշտպանվել է հանձնաժողովականների պարտականությունները, ժամ 8-ին բացել ենք եւ ընթացակարգը գնում է իր հունով։ Քվեախցիկները ամեն անգամ հենց նույն այս տեղամասում բավական խիտ էին տեղադրված եւ չէր ապահովում քվեարկության գաղտնիությունը կամ գուցե թե կասկածներ կային այդ մասին, կահավորելիս տեղամասը ինչ ուշադրություն է դարձվել հատուկ։ Ճիշտն ասած, հետևել ենք օրենսգրքին, կարգին, այդպես կահավորել ենք, իսկ նախկինում ես տեղյակ չեմ եղել, ընդհանրապես այստեղ չեմ եղել հանձնաժողով, որ ասեմ ինչից ելնելով ոնց է եղել։ Հիմա նորմալ է, հուսանք, չէ՞, մտից չունենք, ամեն ինչ նորմալ է։ Այդ քվեաթերթիկները ինչ քանակությամբ ընդհանրապես ստացվում, հանձնաժողովները, դուք ունեք 1585 ընտրող, հենց նույնքան քվեաթերթիկներ պիտի ստանաք բոլոր 9 քաղաքական ուժերը։ Ավել ենք ստացել, բնական է 3-ից 5% ավել ունենք։ Ստացել ենք։ Եվ արդյոք վստահված անձինքներ կային ձեր տեղամասում բոլոր 9 քաղաքական ուժերից, նաև դիտորդական առաքելություն իրականացնող անձինք կան, թե ոչ։ Դիտորդական առաքելություն իրականացնող անձ եկել գնացել է, վստահված անձինք կան, չեմ կարող ասել բոլոր ուժերից կան, թե չէ, բայց կան բավականին։ Եվ ընդհանուր մասնակցության ինչպիսի ակտիվություն եք դուք ակնկալում, հստակ թվերի մասին չէ խոսքս, թե ինչքան ընտրող է գալու, ամեն դեպքում ձեզ ակտիվ կլինեն ընտրողները, թե ոչ։ Չեմ կարող գուշակել, կներեք, չգիտեմ։
Շնորհակալություն, Հեղինե, ես հիշեցնեմ, որ զրուցում էինք 31 կոտորակ 38 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արմեն Ավագյանի հետ, այստեղ քվեարկությունը արդեն սկսվել է, կարող ենք տեսնել, որ նաև հաջորդ ընտրողները հենց տեղամասային հանձնաժողովի անդամներն են, ովքեր գուցե պատահականությամբ ընտրվել են այս հանձնաժողովում եւ սա նաև նրանց քվեարկության վայրն է։ Ըստ էության ամենամեծ ուշադրությունը իհարկե սևեռված է մասնակցության ցուցանիշին, թե ինչքան ակտիվ կլինեն գյումրեցիները, գուցե նրա որ 2020 մասնակցության ցուցանիշը այնքան էլ բարձր չի եղել։ Հեղինե, մենք կշարունակենք հետևել տարբեր տեղամասերին քվեարկության ընթացքին եւ բարբերաբար նոր միացումներով կմիանանք։ Շնորհակալ եմ Լուսինե, ես հիշեցնեմ, որ Լուսինեն ուղիղ տեսակապով մեզ պատմեց քվեարկության ընթացքը 31-38 ընտրատեղամասում, տեղակայված 19-րդ հիմնական դպրոցում, այստեղ 1585 ընտրող է հաշվառված ըստ ընտրական ցուցակների, իսկ թե ինչպեսին կլինի ակտիվությունը, հավանաբար արդեն օրվա երկրորդ կեսից որոշակի օրեն կանխատեսումներ հնարավոր է ունենալ 2021 թվականի ավագանու ընտրություններում, քաղաքապետի ընտրություններում մասնակցության բավական ցածր ցուցանիշ էր գրանցվել, եթե չեմ սխալվում 24-ից 25%, բայց մեր այս ընթացքում նախընտրական գործընթացներին հետևելիս պարզ է դառնում, որ քաղաքացիներն այս ընտրություններում ավելի ակտիվ են։ Քաղաքի կառավարման համար պայքարում են 9 քաղաքական ուժեր, 6 կուսակցություն եւ դաշինք, 3 դաշինք քվեաթերթիկում կուսակցությունների հերթական համարները որոշվել են վիճակահանությամբ, քաղաքացիական պայմանագիր, քաղաքացիական պայմանագրի առանցքային թեկնածու Սարիկ Մինասյան, Հայաստանի կոմունիստական կուսակցություն թիվ 1 համարի թեկնածու Վարդան Ղուկասյան, Ապրելու երկիր կուսակցություն Կարեն Մալխասյան, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք Կարեն Սիմոնյան, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն Արտյոմ Թումանյան, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն Արտյոմ Ղարաղազարյան, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք Մարտուն Գրիգորյան եւ Իմ հզոր համայնք կուսակցություն Ռուբեն Մխիթարյան, բոլոր քաղաքական ուժերից ընդհանուր ընտրության մասնակցող ավագանու թեկնածուների թիվը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների 371-ն է։ Հիշեցնենք, Գյումրիի ավագանին բաղկացած է լինելու 33 ավագանու անդամից։ Հիշեցնենք, Գյումրիի արտահայտ ընտրություններում քաղաքը դիտարկվում է 1 ընտրական տարածք, թիվ 31 ընտրատարածքներին, ընդգրկում է ամբողջ Գյումրին եւ ունի 82 ընտրող տեղամաս, որոնք տեղակայված են հիմնականում դպրոցներում, մանկապարտեզներում, մասնավոր կառույցներում եւ այլ գերատեսչական օբյեկտներում, ճշտված եւ վերջնական տեսքի բերված ցուցակներով Գյումրին ունի 111236 ընտրող, այս թիվը հրապարակված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում, այսինքն վերջնական ընտրացուցակներով ընտրողների թիվը պակասել է նախնական ընտրական ցուցակի համեմատ մոտ 900 ընտրողով։ Հիշեցնեմ, Շանթ այսօր կաշխատի հատուկ ռեժիմով, մեր նկարանող խմբերը տեղամասերում են, այս պահին ֆիքսում են քվեարկության մեկնարկը, որը մի քանի րոպե է սկսվել է, այժմ ուղիղ տեսակապով մենք միանում ենք մեկ այլ տեղամաս, որտեղ աշխատում են Մարինե Դերբինյանը եւ Արադ Ծատուրյանը։ Մարինե, դու ուղիղ եթերում ես, խնդրեմ ներկայացրու, որ տեղամասում ես եւ արդյոք արդեն ակտիվություն կա։ Բարի լույս Հեղինե, մենք այս պահին գտնվում ենք թիվ 29 հիմնական դպրոցում տեղակայված 31-ի 63 ընտրական տեղամասում, ինչպես Գյումրիի բոլոր 82 ընտրական տեղամասերում ուղիղ ժամը 8-ին այստեղ էլ բացվեց տեղամասը, հանձնաժողովը տեղում է, այստեղ են նաև գրեթե բոլոր թեկնածուների վստահված անձինք, դիտորդներ կան նաև ներկա այս պահին եւ ասեմ, որ հենց այն պահին, երբ մենք այստեղ ենք, ուղիղ ժամը 8-ին առաջին ընտրողն արդեն այցելեց տեղամաս, նրա ցանկությունը մեծ էր առաջինը լինելու, որպես ընտրող առաջինը լինելու, որովհետև համարում էր, որ Գյումրին իր քաղաքն է եւ իր պարտքն է առաջինը կատարել իր ընտրությունը, իր քաղաքի ղեկավարի ընտրությունը առաջին ինքը կատարելու եւ այս պահին իմ զրուցակիցը
թիվ 31-63 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Էլեոնորա Հարությունյանն է, ում հետ էլ կզրուցենք, թե ինչպես մեկնարկեց ընտրությունը այս տեղամասում։ Բարի լույս, Տիկին Հարությունյան, պիտի խնդրեմ ներկայացնեք, մենք ներկայ էինք, տեսանք, որ ուղիղ ժամը 8-ին այստեղ մեկնարկեց քվեարկությունը, առաջին ընտրողին էլ հանդիպեցինք այստեղ, ներկայացրեք, խնդրեմ, ինչպես էր հանձնաժողովը պատրաստվել մինչև ժամը 8-ը, ինչ գործողություններ այստեղ կատարվեցին, արդյոք ընտրական օրենսգրքին համապատասխան ամեն ինչ այստեղ իրականացվեց եւ այս ամեն ինչը խնդրում եմ ներկայացնել։ Շնորհակալ եմ հարցի համար, բարև ձեզ, բոլորիս խաղաղ ընթացք, ժամը մի փոքր ուշ ենք սկսել, հարգելի պատճառով 7:23 ենք սկսել այդ մեր գործընթացը, ընդունում հանձնում նայել ենք ոստիկանի հետ, այնուհետև կատարել ենք բաշխումը հանձնաժողովների, թե ժամային 2 ժամը մեկ ով է նստելու ցուցակ քվեաթերթիկ ու քվեատուփի մոտ, այնուհետև տվել եմ ծրարով փակած մեր սարքավորման մեկ անգամյա կոդը, որպեսզի ժամը 8-ին ուղիղ զորականը տվեր, այդ ամեն ինչը կատարել ենք, ունեցել ենք, ինչպես տեսնում եք, այս պահին էլ ունենք դիտոր, ՑԼՄ ներկայացուցիչ, դուք եք ու վստահված անձինք ունենք, հուսամ խաղաղ կանցնի մեր ընթացքը, այդպես, ճիշտ ասած, փոքր տեղամաս 501 ընտրող ու զարմանալի էր էլի այս հոսքը, մի խոսքով, հուսանք լավ կլինի, խաղաղ կանցնենք։ Ես տեղյակ եմ, որ դուք նաև նախորդ ընտրություններից փորձ ունեք, այստեղ ավելի մեծ ընտրատեղամասում նախագահել եք եւ ձեր փորձը ինչ է ասում սովորաբար ընտրությունների օրվա որ ժամին է ակտիվություն դիտարկվում, ոնց որ թե այստեղ առաջին ընտրողից հետո դերևս ընտրող հա, սովորաբար այդպես 2-ից հետո, հոսքը ավելի շատ 2-ից հետո, թե գործի բերումով, թե տեղամասեր եղել են, որ սկզբից է եղել, բայց հիմնականում այդ 2-ից մինչև 5 ընկած հատվածում է հոսքը շատ։ Շնորհակալություն, ես պիտի հիշեցնեմ, որ մենք գտնվում էինք թիվ 29 հիմնական դպրոցում տեղակայված 31-63 ընտրական տեղամասում, այս պահին պատկերն այսպիսին էր Հեղինե, մենք կշարունակենք աշխատել ուղիղ եթերում, կլինենք նաև մյուս տեղամասերում եւ մեր հեռուստադիտողներին կներկայացնենք ընտրական օրվա իրավիճակը։ Հեղինե։ Շնորհակալ եմ Մարինե, հիշեցնեմ թիվ 29 դպրոցում 3163 ընտրատեղամասն է տեղակայված, աշխատում էին Մարինե Դերբինյանը եւ Արարատ Ծատուրյանը, իհարկե մեր նկարանող խմբեր այսօրվա ընթացքում կփորձեն լինել ավելի շատ ընտրատեղամասերում ներկայացնել ընտրությունների քվեարկության ընթացքը եւ հիշեցնեմ մեր ընտրողների թիվը Գյումրիում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված տվյալների համաձայն վերջնական ընտրացուցակներով Գյումրին ունի 111236 ընտրող, նախնական հրապարակված ընտրացուցակների համեմատ ընտրողների թիվը պակասել է մոտ 900-ով կամ գուցե մի քիչ ավելի։ Հիշեցնեմ, որ շանտի լրագրողներ եւ օպերատորներ այսօր օրվա ընթացքում կլինեն տեղամասերում, կներկայացնեն եւ քվեարկության ընթացքը ուղիղ կապերով, տեսանյութերով, իսկ հարկ է, որ տեղամասային հանձնաժողովների անդամները գիտենան կամ հիշեցնենք, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների աշխատանքը տեղամասերում ընտրությունների ընթացքի լուսաբանման իրավունքներն ու պարտականություններն ամրագրված են ընտրական օրենսգրքի 32 հոդվածում, հիշեցնենք, ընտրական հանձնաժողովները իրավունք չունեն դիտորդին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին այցելուին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որևէ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց։ Այս պահին այսքանը, հետևեք մեզ, մենք 3 ժամյա պարբերականությամբ կաշխատենք եւ կներկայացնենք քվեարկության ընթացքը Գյումրիի ընտրատեղամասերում։